սենց համով տեսարանով ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես եք, եկավ կոֆես, ճիշտ է տան կոֆեին նման, սիրում չի գալիս, բայց թե Սենյանք այստեղ ինչպես միշտ դուրված Ալեքսը գնացել է պարապմունքի ես ասի ձեր հետ մի բաժակ կոֆե խմեմ, ինչ կասեք գիտեմ իմ հետ սրճողները շատ են և հաճելի է և տրամադրող օպա այ մամա ջան այսօր ալև է բացվել բայց դեռ չգիտեմ այս ալևը տաքացնող է թե ուղղակի ալևը ոյ մի բաժակ կոֆե խմենք ու ամենքս գնանք մեր գործերին այսօր արդեն հեշտ է ինչ եփել այսօրի հարցերը դեռ երեք կարգավորել եմ ու հիմա արդեն իսկ հեշտ կգնամ սիրելի հետևորդներս այսպես վայ այն որ ասում եմ ոնց են ասում առավոտը դեռ չարթնացած մտածում ես գործերիդ ու պլաններիդ մասին երբեմն իմ հետ հենց տենց էլ պատահում է որովհետև մտքումս հարուրսևի պլանավորած գործեր ունեմ հերիք չին դեռ մի հատ էլ նմա չէ որ գիշերը չես կարողանում լավ քնես մինչև ժամը 3-ը ես ու Ալեքսը աչք չենք կպցրել չենք կարող ոչ ինքը ոչ ես քնեինք խեղճս դերից ընդեղ ապտտվում ընդեղից ընդեղ ասում եմ Ալեքս քունդ չի տանում ասում է չէ մամա չեմ կարողանում քնեմ ես իմ տեղն եմ ուզում այ մեղքս շատ եկավ բայց թե էդ է ինչ կարանք ինչ անենք հլա որ էսա էլի աստծուն փառք ունենք մեր մնալու տեղը որ կարողանանք մեր գործերը մի քիչ առաջ գցենք սիրելի հետևորդներ ջան երեք լիմֆոդրենաժից հետո դուրը փակում է այսինքն վսնեմ ստան ուզում էի շատ բաց մնալ բայց թե ինչ որ տարօրինակ շվոցներ էր գալիս երեք լիմֆոդրենաժից հետո գնացել եմ մտել բժշկուհու մոտ դե որպես խորհրդակցություն դեռ առաջ օրը պետք է մտնեի
ու վերջ էլի ասեցի, որ վերջերում հաճախակի ճնշում եմ ունենում, ինքը նորից ինձնից ավելացրեց տրիֆաս կոչված տեղը, որ ես խմում էի տրիֆաս 5-ը, ասում եմ լավ եք էլի այդքան տեղ չեմ ուզում, ասում ակոնե մի ամիս պիտի խմես եղանակի հետ կապված, սեզոնի հետ, սեզոնային բնույթ է էլի գրում ասում է, դե որ ասեց ունեի մոտս, երեկվանից սկսել եմ խմել, առավոտը Nebbilit Plus-ն է, ժամը 6-ին էլ ուտելուց առաջ տրիֆազը, սիրելի հետևորդներ ջան, հուսամ կօգնելու է, այնպես չի որ հուսամ, գիտեմ որ օգնելու է, ուղղակի բոլորս էլ խուսափում ենք, չէ, այդ շատ տեղ խմելուց, չես ուզում տեղը մի տեղ օգնում, մյուս տեղը վնասում, չէ, մենք սովոր ենք, որ ասենք լյարդը կվնասի, հլա հիշեմ, հարցնեմ, այսօր կամ վաղը, դեռ կոնկրետ չգիտեմ, համատեղ հոլովակ ենք նկարահանելու, այ հենց այդ ժամանակ էլ կտամ ձեր հարցերի պատասխանները, իմն էլ հետը։ Սիրելի հետևորդներ ջան, շատ այս նախավերջի վլոգի տակ ես ինձ սկսեցի Pulse Media անունը նորից շոշափելը, դուք ինձնից տեղերի անուններ եք հարցնում, նես չի որ բնավորությունս այն կոպիտ ասած խոզավարի է, չեմ ուզում ասեմ, կասեմ, բայց մինչև բժիշկը չնայի, ճիշտ է դա, որովհետև նույնի միջով ես եմ անցել, ինձ ամեքը ձեր սրտացավությունը ցույց տալով տարբեր տեղեր էիք ասում, մեկն ասում էր սա խմի, մյուսն ասում էր նա քսի են, մյուսն ասում էր ես ինչ բան արա, ես արել եմ բիրեբիր անցել ա, ես այդ հարցերը միշտ վախկոտ եմ եղել, միշտ միտեղ անգամ քսելու քսուկը չեմ քսի, որովհետև մաշկի հետ չեն խաղա, կարան հենց բորբոքվի ու հակառակ ռեակցիան գնա, որ դրա համար եկեք լինենք զգոն, եկեք մի քիչ ավելի շատ մեզ սիրենք ու ավելի շատ հետևողական լինենք, հասկանում եմ, միգուցե հազար ներողություն արտահայտությանս համար, բայց այսօր այդ դառնա ցավոք սրտի, միգուցե հարցնողների մեջ կան են մարդիկ, ովքեր սոցիալապես ու ֆինանսապես ապահովված չեն, որ դիմեն բժշկի, օրինակ Հոդաբանի այցի համար ես վճարեցի 15,000 դրամ, հետո ծունկս սոնոանելու համար նորից 15,000 դրամ, այսինքն 30,000 դրամը շատ մարդ կա, որ իր աշխատավարձի կեսն է, չէ, այսօր ես էլ եմ հասկանում, բայց գոնե հո կարող ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա, չէ, ընդեղ էլի մի ուղղություն կարող է տան, ընդեղ էլի մի բան կարող է անեն, ոնց ամենասկզբից ես արեցի, ես ինչ արեցի, այդ ցավը 2.5 ամիս կուլ տվի, շատ ահավոր էր այդ ցավում, հնես չէր, որ ասենք չեղած բանը ճոխացնես, իմաստը որն է, հետո տեսա, որ չէ, անցնելու փոխարեն ինքը ինձ ավելի շատ է էլի հուշում, կոպիտ ասած, ծունգս, որ ուզում էի նստեմ, չէի կարում, սենց ծալեմ, ոնց ենք նստում ու ոտքը ծալեմ, տենց չէր ելնում, ես սենց ձգում էի ոտքս, որ կարողանամ նստեմ, այն էլ հարմար դիրք պետք է գտնեի, ձգեի, որ ելներ, տեսա, որ տեղս շատ է նեղվում, արդեն ճարս կտրած դիմեցի բժշկի, որովհետև ընչի այդ 2 ամիսների ընթացքում չէի ուզում, որ ես էլ ունեմ շատ հարցեր, կադրից են լիքը հարցեր ունեմ, որ վերջերի չեմ ուզում բարձրաձայնեմ, սենց կողքից կարա թվա, որ ամեն ինչ իդեալական է, դե բլոգեր մարդ է, ճոխնոր տարի արավ, ոնց դուք եք ասում, բայց այդ ճոխնոր տարուն էլ մենք տնարարներս պատրաստվում ենք, չէ, դեռ քանի ամիս առաջ սկսում ենք չփչացող բաներից պատրաստվել, համենայն դեպս ես մանկուց տենց եմ սովոր, դրան եմ սովոր, վերջում էլ ունենում ենք ճոխ սեղան ու իմ
տատիկի մոտ դա եմ տեսել, իմ մամայի մոտ դա եմ տեսել, էդ էլ վերցրել եմ, իմ երեխան էլ ինձանից դա է տեսնում, ճիշտ է, տղա է, բայց նորից եմ ասում, տղա աղջիկ հեչ, կապ չունի, մարդը պիտի մի քիչ էլ կազմակերպված ունենա, գործերի մեջ հերթականություն դնի, տոների մեջ էլ, վերջը մի խոսքով, հմի շուտով Ալեքսիս ծնունդն է, աչքս բաց եմ, փակեմ հունվարը հատավ, փետրվարն էլ կարճ ամիս, գալիս է Ալեքսի ծնունդը, ես դեռ այդ ուղղությունով չեմ մտածել, որովհետև հլա դեռ շատ է շուտ, մի խոսքով ելի հետևորդներ ջան, ինձ մանավանդ երեկվա վլոգի տակ այնքան էլ սիրուն եք գրում, այնքան մարդկայնորեն եք գրում, դեղի անունն ասա, թմրածության ու չգիտես անքնության համար ինձ այդ հոդաբանը նշանակեց բան, ինչ էր, մագնիֆուլ, այդ լավ վնաս տղա, դրա համար էլ սենց բարձր կարամ ասեմ, այսօր շատերս ենք չէ, իրար փոխանցելով, ասում մագնի խմի, կամ սա գլխացավ չի էլի, որ ասենք ասկոֆեն խմենք, կամ չգիտեմ թե ինչ խմենք, իբոպրոֆեն, տեսեք հասարակ մի հատ իբոպրոֆենը, որ խմում էի ու ոտից ցավն էլ անցնում էր, նույն ինքը ինձ բժշկուհի էր նշանակել, քանի ստասիկ չի կարելի, ու հիշեմ այսօրվա կամ վաղվա տեսանյութում դեռ չգիտեմ, երբ իրար հետ տեսանյութ կունենանք, բժշկուհին ասավ կարանք նկարահանենք, ասել եմ հա, ինչի չէ, հլա հիշեմ իրան էլ հարցնեմ, բայց ինչը վերաբերվում է ծնկի համար, այդ մի քիչ, ոնց ասեմ, անհատական է, հլա պլյուս դրան, այդ տեղը սենց երկար կալցի, չեմ հիշում ինչ էր, ազնիվ մարդկային խոսք իրոք չեմ հիշում, բայց կոպիտ ասած հիշեմ էլ չեմ ասի, որովհետև իրոք անհատական ասանես չի, որ ես չեմ ուզում ասեմ, ես վախենում եմ, որ ասեմ, որովհետև ես բժիշկ չեմ, նույնիսկ դուք ասել եք բլոկադա արա, այս արա, այն արա, շատ ինձ հարազատ մարդ ունեմ, ջեմ ասել իմ հետ անհատական խոսած, իրա ասելով ես վեր կացա գնացի բժշկի, որովհետև մարդը պարզ բացատրեց, ասավանա այդ ես ամեն ինչի, այդ ամենի մեջով անցել եմ ու հետևանքները ես գիտեմ էլ ինքը ինձ պատմում էր այս կողմ այն կողմ, ես ասի Աստված ջան ավելի լավ սկզբից մի քիչ փոքր գումար ծախսեմ, քան հետո ես այդ մեծերի հետևից հաստատ մի սաղ կյանք էլ աշխատեմ, չեմ կարող հասնեմ, դրա համար վեր կացա գնացի, մարդը նշանակեց ինձ այդ մագնիֆուլը, այդ ոսկորների համար չգիտեմ են ինչտեղ նշանակեց, հենց երկարավուն դեղ էր, ու մազեր, ու մի նոր եմ ես հիշում, որ ես ոչ մի մազ իմ ծնկին չեմ քսել, հիշում եք իր ասած պատմությունը, որ ես ձեզ պատմեցի, որ ասում էի ինձ բացատրեց, որ ընքան լավ էր, մոտեցումն ընքան լավն էր իրան այս դուրս եկավ, ասում որ մազը քսես, ոչ թե ուղղակի կքսես, ծնկիդ կսիրես, կշոյես, թեթև մրսումներ կանես, վերջը էլի ասում ջերմ վերաբերմունք ցույց կտաս ու պրիտոմ այդ մազերը պիտի փոխեինք, որ օրգանիզմդ մաշկդ չսովորեր այդ նույն մազին, բայց այն օր եմ հիշում ես չառա, որովհետև չմեկնաբանեմ, չառա ուղղակի ու անցավ, ճիշտ է ինքն էլ ինձ առաջարկեց բլոկադա, ասեց արի բլոկադա անենք, ես սիրում եմ միշտ ամենապարզից էլի սկսեմ, բարդը միշտ էլ կա ու կա, ասի չէ, ասման չի, գումարային առումով համարյա թե նույնն է, ասма եթե քեզ թվա, որ այս դեղերն էժան ես առնելու, չէ, գալու է նույնը, ես մի ամսվա հիշում եք, ցույց եմ տվել փոքր տոպրակով, դեղ առա մի տաբլետկեն 200 քանի դրամ էր, պլյուս դրան այդ մագնիֆուլը 195 դրամ էր, եկավ մի բան էլ ավել եղավ, բայց դեղի տարբերակն ուզեցի, ոչ թե ծակելը ու մի փառք Աստծուն փառք, բա որ էլ քաշս իջնի, ինչքան լավ կլինի ու իդեալական կլինի, բայց թե չգիտես ինչի չի լինում, չգիտեմ,
ասացին այն մեր բժիշկն ու հետևողական սննդաբանը մենք ենք, ասма դու կարաս, այո, որ տրամադրվեմ, սենց մատերի արանքով չնայեմ, իհարկե կարամ, ուղղակի հլա դեռ մատերի արանքով եմ նայում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այսքանից հետո ինչ ասեմ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք, չեմ կարա ասեմ, որովհետև բարիս ուղիղ իմաստով վախենում եմ, ես հո բժիշկ չեմ, իրոք դա մեծ պարտականություն է, որ ես կարամ վերցնեմ իմ վրա, դրա համար ներող եղեք, այդքան բան, իսկ իմ պրոցեդուրաները շարունակվելու է 10 օր ու ավել, գիտեք, 10 հատ ստանում եմ, 2 հատն էլ նվեր է գալիս, դա բոլորի համար է, դա իմ համար չի, ինչ եք ինձ նորից գրում, որ գովազ տեսանım, քոնը լրիվ ծրի է, իմը լրիվ ծրի չի, ես իմ ամեն պրոցեդուրայի համար, էսա տոպրակս վերեմ, ուրեմ ոնց եմ գնում, այս տոպրակով եմ ես գնում պուլսմետ, ստե ունեմ նասկիներ, 3 չապելա ոտքս, հեսա, ստե նշանակել երկրորդ խտության, այս ինչ միլիմետր հաստության, ստեղ նորից իմ դեղերի անուններն է, կոպիտ ասած ինձ պետք էլ չի, որովհետև ես խմում եմ արդեն անգիր գիտեմ, 3 ճնշումը սեղել է 138-70 ու բամուծում իս թուղթը ուրա, այսքանը չեց տալիս հետո, այս էլ իմ երեկվա մուծումը, սիրելի հետևորդներ ջան, հենա, մի մուծումը 5000, այնպես որ մի քիչ եկեք բարի լինենք, այս էլ սրբիչ, որ դնում եմ գլխիս տակ ու նոր պարկում, այնպես որ եկեք մի քիչ բարի լինենք, եկեք մի քիչ մեկս մյուսից սիրենք, պետք չի էլի, կոպիտ ասած, եթե ծրի էլ գնամ, ուրեմն ունեմ դրա արժանիքը չէ, որ գնում եմ, բայց այս կյանքում թակարդի վրի պանիրն է չի կյանքում ծրի, դրանք հո հենց այնպես ասված խոսքեր չեն, դրանց մեջ ընքան բան կա, դրանք կյանքից վերցրած խոսքեր են, սրան դվալ է պետք, ուրիշ կդնեմ, այ տենց բաներ, այնպես որ կյանքում ծրի ոչինչ չկա, ես չեմ էլ ուզում որ լինի, որովհետև ոչ մեկի պարտքի տակ կոպիտ ասած չեմ ուզում, որ մնացած լինեմ, ես եթե դիմում ես բժշկի, ուրեմն կա այդ կարգ ու կանոնը, մուծման գրաֆիկն ու տարբերակը, այդքան մի բան, սիրելի հետևորդներ, բայց օգուտը իմ համար ակնհայտ է, պարզերևն է, այն որ գոհ եմ ինձ իմ համար էտ է, էլի աստծուն փառք, գոհ եմ, շնորհակալ եմ, մազերս էլ սենց մնացել, չեմ նեղվում, կարևոր երեք սաղ օրը սիրուն եկա, այսօր էլ սենց ման կգամ ու կսկսեմ կապ կպելը, թե ինչ, այս մեր առավոտվա զրույցը, այս պահին այսքանը, երեք վերցրել են, այս մայկեքը շատ լավն են, իրանք ընքան հարմար են, համ կոստերի տակից ես կարողանում հագնես, համ էլ փափուկ բամբակի լավ մայկեք են, համ էլ կարողանում եմ ծովափ գնալուց հագնեմ, երեկ մի հատ վերցրեցի, ինքը շատ լավն է, դրա համար էլ վերցրեցի,
Հուսանք, որ այս տարի էլ կգնանք ծովափ, այդ ծովափին էլ ես էլի ժամանակից շուտ պատրաստվում ու վաղտդ էլ որ գալիս է գնում ես ծովափ քո երեխի հետ, քեզ լավ ես զգում, սիրելի հետևորդներ, մեկ էլ նոր տարվա համար էիք գրել, դե որ չեմ հիշում ինչ էի ասել, այս պահին հարմար չի, գրել էիք, դե որ ճոխ նոր տարի չանեիր, կանեիր, ես ինչ էլ անում եմ, մեր համատեղ աշխատանքով եմ անում, ոնց ասում են ով աշխատի նա կուտի, այնպես որ ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, չեմ էլ պատրաստվում, ինչքան ոնց Աստված կամենում է տալիս է, այդքանով էլ առաջնորդվում ենք ու ասում ենք շնորհակալ եմ քեզ Տեր Աստված ջան, մեկը ես տենց եմ ասում, չեմ դժգոհում, պիտի գոհանաս, որ չիմանալու գինը չունենալու գինը չիմանաս, այդքան մի բան, սիրելի հետևորդներս, հիմա վեր կենամ, կամաց գնամ ճաշը դնեմ տաքանամ, այս Ալեքսս գալիս է ու ասում է մամային չեմ ուտելու ու էլի տեսնեմ այս որտեղ ենք իրար հանդիպելու, գնացի չէ, այս էլենց ստեղ Ալեքսը քայլում է իր համար ուղիղ սիրուն իր հանգը տենց է, որ կամացա քայլել Ասել է, շեսել է։ Ասել է, ոնց ունալու, ասլեկանց կես այժաման։ 4 րոպե է դեռ քայլում, մենք քայլելու։ Ալեքս, կողքի սենյակի հետ դու գործ չունես ապեր։ Ահա, սիրելի հետևորդներս, հլա այս կապույտ ու սիրուն երկինք ունենք, արև է, բայց ցուրտ է, ցուրտ է, ձյուները դեռ եղևնուների վրա են, ամենահետաքրքիրն է դա, նենց հավես է այս տեսարանը, նենց հավես նա, նենց հավեսը էլ ասելու չի, այս ենք անենք ու գնանք Հատ բան անեմ, ուրեմն այս տարի բացում ենք արդեն այս քաղցրավենիքի 3-րդ տուփը ու գիտեք, որ սա ընդհանրապես գովազ չի, մենք հայերս բոլորս էլ գիտենք, որ Grand Candy ամեն ինչն էլ շատ համով է ու ասաց իմ մամային ասմա պեչենիներից հետ շատ համով են և իրոք կա այդպիսի բան եկեք բացենք ու անուշանենք ինքը վարդինն է ովքեր որ փորձել են գիտեն որ շատ համով է ես սիրում եմ ռախատ լոխում շատ համով է ինքս պատրաստել եմ նարնջով եմ պատրաստել շատ հեշտ է շատ հարմար է բայց Grand Candy-ին հաստատ չի հասնի եկեք գովենք մեր տեղականը քանի որ Grand Candy-ն ինքը իրոք
շատ լավն է։ Սիրելի հետևորդներ։ Անկան ընտիր, անկան համով, աննկարագրելի համու հոտ ունի, էլ չասեմ շաքարի փոշին, թե ես ինչքան շատ է իրա վրա, ես այդքան էլ չեմ սիրում շաքարի փոշի, համեցեք, արի, շատ, համոված եմ, շատ մեզ, նուր վարդագույն ու շատ համեղ, այնպես որ ովքեր չեն փորձեք, վստահ եմ, որ կհավանեք։ Մեր բոլոր գործերը վերջացրել ենք, եկել ենք ավտոկայան, հերթը հասել է ինձ, այսօր, 99, թրի, սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, եկել եմ Minfo տրենաժի, ուզում եմ խոսեմ մի քիչ տրենաժի մասին, իրա ֆորման այսպիսին է, որ հագնում ենք ամենքը ոտքին, հետո ուչկեքով այսպես կապվում է, դրս դրան թաթի մասից, բավնաթաթի մասից ձգվում է, այնուհետև այսպես 3 տեղերից է ձգվում, կապվում ու գերմանական ապարատի միջոցով իմ դինֆոտրենաժը ես ստանում եմ, այս պահին միմիայն ստանում եմ ոտքերի համար, ինքը հետաքրքիր պրոցեդուրա է շատ, սկսվում է ոտնաթաթի տակից, ինքը սենց ներսելով գալիս է, հետո աստիճանաբար բարձրանում վերև, որից հետո իրա հետ կա նաև ձեռքերի համար հեսա նախատեսված, երեք օրինակ ընդունել եմ սա մեջքի համար նախատեսված, իսկ այս պահին իմ ոտքերն ավիացրած, երևի թե ու մեջով է ճիշտ է, աշխատակցուհին այդպես հացատրեց ինձ, առաջի 3 օրը 30 րոպե, 35 րոպե ու 40 րոպե, 3 օրը մեկը, այնպես որ այս պրոցեդուրայից հետո ենք գնալու դեպի բժշկուհու սենյակ։ Սիրելի հետևորդներ, գտնվում ենք իմ ամենասիրելի պողոտայում, Կոմիտասի պողոտայում։ Ու ինչ ենք անում։ Ստեղ Երեմյաններ սուպերմարկետ կա։ Գնամ արի Ալեքսա։ Առևտուրում եմ անելու ամեն։ Հետո։ Վայ։ Սաղետները սիրուն։ Չկան տավն չէ։ Հես կոնչիկանոց գնանք։ Հա։ Այստեղ երկը խանգարում է։ Աշիր պիցա ես ուզում։ Դե եթե տնամ իրոք փագա։ Այ ես սուպերմարկետի մասին եմ ասում, փող ամեն ինչ փոխում է այստեղ։ Ահա։ Շատ երբեմն նայում
Ինձ հարազատ է այս ճամփան շատ չգիտեմ։ Անմիջապես ուրեմն Պուլսմեդից դուրս եմ եկել, գնացել դիմացի կանգար, ուզում եմ քիչ քայլեմ, որ օգուտ տա էլի, հենց են ասեմ, բայց պետք նաև բժշկուհին էլ ասում է շատ քայլի։ Չգիտեմ։ Մի ուզում եմ հասկանամ։ Ալեքս, մենք ուր ենք գնում, Պոնչիկանոց թե Տաշիր։ Պոնչիկանոց կողմից կամ Տաշիր կողմից։ Դու ընտրի է տեկուսից մեկը։ Տաշիր։ Տաշիր։ Գնանք Տաշիր, Տաշիր։ Պես, Տաշիրը։ Գնանք ինչ ա ուզել էինք։ Հայաստանին։ Այս մուսանով նստենք, այս այստեղ։ Բա եթե սուշի չլինի ուրիշ ինչ կուզես։ Գրնի, խողարները դավ սարքում են։ Բա եթե հանկարծ չլինի ուրիշ ինչ կուզես։ Կամ բուրգեր կուզենամ, բայց գիտես ոնց են ասեն խողարները սարքում։ Հեսա մոտնան մենյուներ են։ Գնամենում բեր։ Իրանք կբերեն ասած։ Հա, ինձ սիրում սարք են տաշիր պիցան, տավ նր ասա, որ ապ սիրում սարք են։ Գրնի իրոք, հրադիսի։ Արի սուշին մտածենք, չուտենք ուրիշ բան ուզենք, լավ։ Իսկ հետո ուտենք, ոնց ես կարծում։ Ուրիշ անգամ։ Դե ես մեմեն չիքին բուրգեր ուզանա։ Լավ։ Սուշին մի ուրիշ անգամ ուտենք։ Համա։ Դե լավ, ոնց ուզում ես։ Դու ասի ինչ էիր ուզում, Պոնչիկանոց ասի Տաշիր պիցա, դու էլ ինստեղ բերեցիր։ Դե վсё։ Սուշին մի ուրիշ անգամ։ Այսօր դու ես բանա հենկալ, բարեկից։ Շնորհակալություն։ Ռասպասինա։ Օրինակ որը ուզենամ ասենք։ Ուսանայինք։ Հրանայ։ Это тоже кафе. Это тоже. Տեսնենք, что за пакет. Սա ես ուզում։ Սա ինչ ա որ դրա մի հատ։ Կախթա։ Չէ։ Սա եմ Դա ասում։ ես ուզում։ Սա սպասիլա։ Դա։ Հավի թևի կա իշմեր են որ ես ոնց Դու եմ մի տես ինչ ես ուզում։ Ես հավի թևիկ երկու բաժին ման, չմերժես էլի։ Երկու բաժին մի հատ Երկուսը չէ։ բուրգեր։ Երկուսը չէ։ Մենակ մի հատ։ Բանով եկա։ Սենց բուրգեր, արագ սնունդ, fast food, տանկավոր սնունդ, հավի մսոս բուրգեր, 1100 դրամ, մի թեքին։ Չեմ թքնիկա։ Սիրան ձերնում, սիրան հետևորդներ, թապուլ են իրան չատ համավա, այ մի հատ թապուլ է ուզենք։ Թափուր ես ուզում։ Հա, ուզում։ Փոխել եմ, մեկ էլ իրանց խաչապուրիներից, ապուխտողն է շատ համով, Ինչ ուզում։ անջրական խոզի ծխեցած ֆիլեով, այս այա համար շատ։ Գծու շատ վերանդ կվարի հիմա։ Սկսալի այս սրտիկ Հա, ես գիտես ինչով ա, դու ասեմ ինչով ուզի։ Պաստումվավ ուզի, պաստումավ շատ համով ա։ Հա, Հա, ուզում ես, սա վերցրու։ սա կվերցնեմ։ Էմի դու տեսար ես ոնց բան բացվեցի։ Սուշին հանենք ապեր, Սուշին հետո, հա։ Հա, պետք չի սուշի։ Ես սա կուտ, բանից որը ուտեմ, ես սա կուտեմ, մի հատ բան եմ պատվիրել։ Հավի թևիկ, ես գիտեմ, Մի րոպե։ ես դրա համար եմ ասում էլի։ Հեսա, սա կաթրետ է, այդքան է մանչինի։ Կամ էլ արի բրոկոլիով կրեմ ապուր ուտենք։ Ապուր, Հա, ինչ դիլնի, որ դե դու ապուր կուտես, ես Սպաս։ խաչապուրի կուտեմ։ Դու ապուր կուտես։ Հեսա, մի րոպե։ հեսա հավի թևիկը, Հա, ես մի բաժին եմ ուզել։
ու մեկը չիկին բուրգեր։ Այսօր խամսեմ կազնը կազգցեսին բայբեր։ Մի րոպե, հա, Ալեքս բալա։ Ստեղ են արդեն շրջենք։ Բնանք ես ինչեր կա։ Պիցաներն է, սուրճ, սառաթե։ Այսա։ Ահա, այստեղ մեր պատերներից եկել է հավի թևիկը, մեկ էլ Ալեքսը խաչապուրի է ուզել, կպատվիրենք, շուտով կբերեն ու հապստենք։ Վեր կալ տեսանովը։ Հա, Համովը, դե բարի ախորշակ։ քեզեր։ Սոկի չոպիկներ բացի։ Այստեղ հաստուժմայով ծվածել ինչ խաչապուրի դավասի չեմ։ Վայել ենք իհարկե կիսովի։ Ահա, ամեն դեպքում եկանք մի հատ էլ Grand Candy, երկու գնում ենք կարել, այ հիմա սիրիմա, ու օրը լավն է, այսով հավի ուտես, այդքան էլ թնչատ, սուրճ չի, մի ապել գնանք ես Միանյանի սուպերմարկետը, հայդում ես Ալեքսը։ Սայարի պես սուպերմարկետ Բաբանա չի եմ է, պարանք ես կոմից այն մտնում։ Լավ ոնց է ճիշտ խոտնուզը։ Ես կոմից ավելի շուտ կմտնենք։ Դες որոնք ես շատ իմանալու Այս Ալեքս ամենը չի ճիշտն է պահանջում։ Սուշին հետո կάθում։ Սուշին ուրիշ անգամ, այս անգամ չի։ Մամ, սուշին ուրիշ անգամ, Հա։ պլակի խնդրում։ Գնա շուտ։ Բա որ գնանք խաղ, չես բախում ա։ Չէ, շուտ գնանք, որ այնա գնանք 24-ին հասնենք։ Գնա շուտ։ Ալեքսը վաֆլի էր ուզում, ասում մամաս նիշտես վաֆլի է ուզում։ Ասել ասի, ասել ենք ստեղ, այս հարի դե ուր, հա, գնա, նալը, այդ սպասի տոքավը, մի րոպե, հա, Ինչ անեմ։ Բայց ասեմ ստող, կնա, Spend seconds. Յոպ է, տասա չես։ Չէ, բալանիով չէ, էլ է սենց քվար թղթով է։ Հա, Արի, 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 արի։ Նանայն։ Արի։ Այս ելի հետով հարջան։ Ուր գնում ենք ամենտեղ հերթա, այնքան հետաքրքիր է։ Ու այդտեղ պահարանից օգտվելու կարգը լրիվ ուրիշ էր։ QR կոդով էր։ Սեղմում ես, ինքդ ես թուղթ է տալիս QR-ով։ Մի խոսքով հետո մոտեցնում ես։ Ու Ահա, սիրուն է, չէ՞ ասում։ Հա, շատ սիրուն։ Այ այսօր մեր սիրելի Երևանն է։ Ցուրտը մի քիչ փոփոխվել է։ Հմիստեից կնստենք 24-ը։ Ալեքսովը ես չեմ սիրում։ Բայց դե հարմար մարզուտ է։ Ու կգնանք։ Այս սամիկներից էլ ենք առնելու, բայց թե դոր վախտը չի։ Ահա,
Որ չգիտեմ, Ալեքս շատ ես սառը խմը։ Թվում է թեսի թինաթանք, հետո մտնում ես ուրիշ խանութ, ուրիշ սուպերմարկետ նայելա թանք։ Այս կյանքում գոմե մարդկություն է հանգանատեր աղբաց։ Մնացածի հետ մարդն ենքան ուժեղ է ակավոր։ Ամեն ինչի հետ է փորձում է հարմարվի։ Դակ։ Չգիտեմ։ Մեզ մի երկու բաներ պետք առա, բայց կանաչի չառա, որովհետև չկա։ Համեմ է ուզում ու չկար։ Համեմ է լավաշ պանիրով էլ լավելնան։ Ալի էպես որ չկար։ Այ ծուր։ Հա, սեպըտ կաշի աղթեր, բարձացրու վերը, որնվել ասում այն սեպ, հա, սրտիկ չա, Կոմիտասի պողոտան, իմ ամենասիրելի պողոտան, Երևանում չգիտեմ ինչի եմ այդ պողոտան սիրում, բայց թե էտա, սորով սրուս։ Նկար է, թույլ ես, դալի աղբեր։ նկար։ Ստեղ մամայի հետ էր խոսում Ալեքսը, հասել ենք սենյակ, այդ թե ինչ անշանակում, արի բա չես օգնեմ, ինչ բանա։ Այդ թե ինչ անշանակում, սիրելի հետևորդներ ջան, այ, կուտանը չապրես, բայց թե հարմարվում ենք, ուզում էի տաք չայ դնեմ, չայ խմենք, թե էլ ինչ էփել թափել այսօր, վսյո, այն էլ պլիտեն զբաղված է, պիտի համբերեմ, եկեք գնումները ցույց տամ, իրոք է կա, առ Ալեքսանդր, իմ Ալեքս ես պիլմենիների վրա սիրահարվել է, դիս, վեր է, հա, մարազիլ կատիս, ուրեմն աթենքինն են ոնց որ գնել, սա գովազք չի, 200 դրամ ու սենց հացեր ուզեց, ես չգիտեմ սիթից սրա մի քիչ փոքր տեսակ հացերն առանք, սիրելի հետևորդներ, նկատած կգնեիք 2 հատը, որ ընդհանուր փաթեթավորում են, մի հատ տենց վերցրել էի, ասի բուտերբրոդի հարմար կլինի առավոտն էլի Ալեքսի, մինչև առավոտ քարացել էր, պնդացել էր, չես իմանում ինչ էր դարել, ճիշտ է, հացին չի կարելի տնազանել, անուն դնել, փութ դնել, բայց ես որ ճիշտն ասեմ, չհասկացա, էքխի էր տենց եղել էդ հացը, տեսքից էլ ենքան սիրում էին, ենքուն ջութով հացերն էր, ոնց նկատեցիք, տոպրակը իմ պայուսակը միշտ ունեմ, ասել եմ, եկեք ծանեմ, նույն բազգյանին է, տեղա փոխը պայուսակիս մեջ, որովհետև լավ բալնում էլի, որ գնում է պայուսակիս մեջ, ես գնաց, Այստեղ դրանից հետո, որ ճիշտն ասեմ, ես սրտով պերամիկ էի ուզում, միգուցե շատեր ինձից աղելի կթվա, բայց ես էլ այդ տեսակն եմ, պերամիկ եմ սիրում, իրան քաղցրաբլիթ, եթե ճիշտ եմ հիշում, չգիտեմ ճիշտ եմ հիշում, թե սխալ, բայց գնացի որ առնեմ, են էլ վաճառողն ասեց, այսօրվա չունեն, երեկվա էլ չուզեցամ,
Այս հացերը կտանենք խոհանոց ու այն օրը հիշում եք, որ ասեցի նոր պլիտիկ էին դուս եկել Grand Candy բանա դառը շոկոլադը նուշով արժեքը 1000 դրամ էր մի դառել էր 850 դրամ դառը շոկոլադ Արարատ նուշով այս կարելի է մերոնց մարել աղաց սրանից ուղարկած ստենայք ինձ սիրունա չէ ինչ գանձեր ունենք մենք հայերս մեր Արարատը մեր Արարատը մեր լեռնա մեկ էլ այս սմայլիկներից ասեք որ շատերը տեք սիրում մենք էլ ձեր նման սիրում ենք ուրեմն 4-ը հատիկ եմ դնել որովհետև սա հորնել կրծում ենք ու այս արանք մարշրուտս դեպի այդ կոմնա այդպիսը նարինջ խնդրեմ այդպիսն էլ ուրո այդպիսն էլ ազնվանորի մեկ էլ ոնց չեմ սիրում ես այս սեր վաֆլին որ ճիշտն ասեմ բայց Ալեքսը ուզեց դե որ ուզեց ես էլ չկարացա խաթրի գտնեմ 952 դրամ երկուսն էլ հետան սրանք էլ իմ կտրոնները անպակաս ու ինչ այնց մնամ գնամ տնամ պլիտեն ազատվի մի հատ չայ դնեմ տոկ հավեսով չայ խմենք ու այս շոկոլադ մոկոլադը վաղ անուշ կանենք վաֆլի ուզում ես մի աղբեր մի հատ բայ ես այսուր եմ սենց պինք խաղում եթե դու մի հատ վաֆլի ես ուզում եկեք ուրեմն բացենք ու Ալեքսիս հյուրասիրենք այս սենց բաներ այսօր են մի դեղыз մոռացա խմեմ դարապը մի ժամը քանիսնա որ խնդրեմ կգնաք ջուր բերես դեղыз խմեմ ապշե մոռացել եմ ժամը 8-նա կավեցին էի խմել սխալարի էլի մոռացել էի որ սովորել եմ իմ բաժակից բերեմ դարակը բացի բաժակով ջուր բեր խմեմ Քոնով Ալեքս ջան դարակը բացի հա Աստեղ իմ օգուտ չկա աստեղ այդ մեկն է երկուսի սույցի տանը սովորել է ինքն իրա բաժակն ունի ես էլ եմ Աստեղ արդեն տենց չի սիրելի հետևորդներ ջան Աստեղ շուշինը մի հատա մենց պլասմասի կա բայց մի տեսակ սահլես գնաց այդ պլասմասներից Ալեքս դե շուտ արա էլ չեմ ուզում այդ պլասմասները օգտագործեմ դրա համար հեսա այս մոռացել է ախր սրան խմել է պետք Մի հատ տեսեք էլ իմ տղեն ոնց ճիշտ տվեց բաժակը Սրա խմի տեսարն այլո նկատել եք մեկ են շատ մեծ դեղերն է դժվար խմբում մեկ էլ են սավսեն փոքր մինիմում են սավսեն փոքրն է Սարքն չէ բերեմ հոտակը չեմ բերեմ չէ ծոտ տանեմ ապրես արի վեր կալ վաֆլի ու այդ սավսեն փոքրը շատ մի տեսակ դժվար է խմբում ու պիտի քան ջուրը խմեմ Այս սևի վաֆլի ուզեց Ալեքսը, այս ինձանից հեռու խրթխրթոցից, այ ինձանից հեռու Էսի շոկոլադով է սպեր Համովա դուր տկավ, այ Այ շոկոլադով է
ուրախ եմ։ Ինչ ասրանունը, ես սրա լիմոնինն եմ շատ սիրեմ, բայց թե երկու հոգում ա, որ ես իմ ուզելով առնեմ, ինքն իրամ ճիշտ չի լինեմ։ Սա չունի համ լավ է բանա, որ խմում ես։ Ուրեմն կիլոն 2350 դրամ է, բայց Սատո Grand Candy-ն շատ համովատ է, սիրելի հետևորդներ ջան։ Այսօրվա համար երևի այսքանը հերիք է, հեչ չգիտեմ ինչ նկարեցի, ինչ արեցի, բայց շատ լավ հաճելի օր ունեցանք։ Ձեզ ասեմ բարի գիշեր, կարամ մեկն էլ տամ ու վсё, այսօր հերիք է։ Մեկը լավ։ Ահա։ Ձեզ ասեմ բարի գիշեր, լավ եղեք։ Ոնցիմ եմ ասեմ, առողջ երջանիկ եղեք։ Ես էլ երևի թե ուղիղ եթեր անեմ, հավեսս տվեց ուղիղ եթերի, այսա մի հատ չայ դնեմ ու ուղիղ եթերում երևի կհանդիպենք։ Առայժմ, պակա-պակա։